Հայաստանի տեխնոլոգիական թռիչքի մեկնարկը Գագարինից հայկական Elevate AI ընկերությունը գործարկում է Հայաստանի ու տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող տվյալային կենտրոնը, արհեստական բանականության գործարանը։ Նախագիծը կյանքի կոչելու համար ընկերությունից պահանջվեց մոտ 1 տարի։ 96 թվականին ունեցա իմ առաջի սեփական համակարգիչը։ Դա կանխորոշեց իմ հետագա մասնագիտական կյանքը։ Խոսքը Pentium 486-ի մասին է։ Իրականում հիմա մեր ձեռքի տակ եղած ցանկացած հեռախոս բազմակի անգամ հզոր է այդ համակարգչից, բայց այն ժամանակ դա իմ համար իրոք սուպեր համակարգիչ էր։ 30 տարի անց Հայաստանը ունեցավ աշխարհում եզակի սուպեր համակարգիչ։ Առաջիկայում կամփոփեն թեստավորման վերջնական աշխատանքներն ու կգործի հատուկ հսկողության ռեժիմը։ Մինչև այդ գործարանի պաշտոնական բացման մասնակիցներին հրավիրում են արգելված տարածք տեսնելու տվյալային կենտրոնի սերվերային սենյակը։ Հագեցածը 512 կամ 64 նոդերով հագեցած B300 NVIDIA-ի չիպերով, որը ապահովում է շատ մեծ հաշվական հզորություն, Հայաստանը ինքը գտնվում է երկրորդ կամ երրորդ տեղը, որտեղ որ ինքնին հասանելի է բիզնեսի համար, հասանելի է սպառողի համար, հասանելի է research and developer անող ընկերությունների համար եւ այո ինք առաջին է տարածաշրջանում։ Այստեղ վստահ են տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների, ստարտափերի, կրթական գիտական ծրագրերի իրականացման համար սա կունենա որոշիչ նշանակություն։ Առաջին փուլի համար նախատեսվել է $120 միլիոն, որից արդեն փաստացի ներդրվել է 70 միլիոնը, եւս $50 միլիոն ներդրում նախատեսվում է մինչև տարեվերջ։ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ճանապարհին նախարար Հայրապետյանը շրջադարձային է համարում 2025 օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների արտադրության ոլորտում գործակցության հուշագիրը, ինչից հետո Elevate AI-ն ու այլ ընկերություններ արագ փորձեցին օգտագործել փաստաթուղթը, դիմեցին NVIDIA Blackwell տեսակի գրաֆիկական պրոցեսորների Հայաստան ներմուծելու թույլտվության համար։ Պետություն մասնավոր համագործակցության արդյունքում ընդամենը ամիսներ անց մենք իրականություն ենք դարձնում այն, ինչ գուցե թե 1 տարի առաջ իրականում մեր երկրի ներսում շատ քչերը, շատ քիչ թվով մարդիկ իրականում կհավատային։ Այս իրադարձությունը նաև մեզ բոլորիս մղում է հավատալու, որ արհեստական բանականության գործարանների պարտեզ դառնալու մեր հայեցակարգը նաև շատ իրական է։ Կենտրոնը նախատեսված է սպասարկելու արհեստական բանականության մեծ ծավալի հաշվարկները, AI մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական եւ ինժեներական կիրառություններ։ Հայաստանն ըստ նախարարի դառնում է ոչ միայն արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների սպառող, այլև արտադրող եւ աշխարհին մատակարարող։ Տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարի դիրքերը պահելու երկրի ֆենոմենը ի թիվս այլ հանգամանքների նախարարի խոսքով պետություն մասնավոր գործակցության արագությունն է։ Elevate AI-ն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հուշագիր ստորագրեցին։ Elevate AI ընկերության հետ շատ կոնկրետ ուղղություններով քննարկումներ ենք անելու տարբեր պետական գերատեսչությունների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի տարբեր խաղացողների հետ հասկանալու, թե ինչպես կարող ենք այդ ռեսուրսների մի հատվածը ուղղել կոնկրետ կարիքների բավարարմանը հենց Հայաստանի ներսում։ Elevate AI-ը ոչ միայն պետք է արտահանի հաշվողական ռեսուրսները, այլև պետք է առաջարկի անպային ծառայություններ ներքին խաղացողների համար։ Հայեցակարգը իրականացնելու նպատակով պետությունը ստեղծել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ, որը խողովակ է հավաքելու հաշվողական ռեսուրսները եւ այն սուբսիդավորման տեսքով բաց թողնելու ինդուստրիա։ Այլ շերտեր կան, ասենք մոդելների մասով, որտեղ որ շատ կարևոր է օրինակ հայերեն լեզվով տեքստից ձայնային եւ հակառակը կիրառելի մոդել ունենանք, ոչ թե էքսպերիմենտա։ Մյուս ուղղությունը ընդհանրապես վերջնական ծրագրերն են, ծրագրային ապահովումներն են, որից օգտվում է արդեն վերջնական օգտատերը եւ այդ բոլոր ուղղություններով, քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում եւ փոխվում, պետք է ինչ-որ հայեցակարգ ունենանք, որ կարողանանք պլանավորենք։ Ունենք շատ լավ ընկերություններ Հայաստանում, թե հայկական ընկերություններ, թե ամերիկյան ընկերություններ, որոնք որ ունեն գրասենյակներ Հայաստանում ու ունենալ այսպիսի տվյալների կենտրոն Հայաստանում մեկ ավել միավոր է, այսպես ասենք, մեկ ավել նշան է, ինչու իրանք պետք է ունենան գրասենյակ Հայաստանում, որովհետև թողունակությունները, որը մենք իրենց ապահովում ենք Հայաստանում, մեկ է կարող են ապահովել, ընդհանրենք Հոլանդիայում տվյալների կենտրոնին մոտիկ գտնվող կամ Սան Խոսեում տվյալների մոտիկ գտնվող ենթակառուցվածքներ։ Գագարինի բարձր լեռնային կլիմայի շնորհիվ կբացառվի այստեղ քիմիական սառեցնող նյութերի կիրառումը։ Ընկերությունը ունի նաև արևային կայաններ։ Elevate AI-ը նախատեսել է իր հաշվարկային հզորության 20%-ի հասանելիություն հայկական համալսարանների, հետազոտական կենտրոնների, ոչ առևտրային նախաձեռնությունների համար տաղանդի ներուժիրացման եւ գիտական նորարարությունների խթանման նպատակով։ Նախարար Հայրապետյանի խոսքով սա Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարն է։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։